Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ սխալ է որակում Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, պնդելով, որ դրա հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար։ Այսօր հրապարակված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վերստին ընդգծում է, ինքը միանշանակ դեմ է փոփոխություններին հավելելով. առաջարկվող նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ։ Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, մանրամասնում է Քոչարյանը, շարունակելով. մեր իրողություններում անկախ իր վայելած ժողովրդականությունից դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսների, իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի եւ հարատև չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք։ Հանրապետական կուսակցության մամլոխոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքելով երկրորդ նախագահի հարցազրույցին ասաց. հասկանում է, թե ինչու է Քոչարյանը դեմ փոփոխություններին։ Այդ արատավոր համակարգը երբ առաջացել, այսօր առաջացել, թե տարիներ առաջ առաջացել։ Երկրորդը, եթե իրոք համակարգը արատավոր է եւ այդ համակարգը պետք է վերարտադրվի, ապա ոչինչ չփոխելով, ինչպես պետք է մենք պայքարենք այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ։ Բայց մյուս կողմից ինձ համար հասկանալի են հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, որովհետև լիովին մարդկային է եւ հասկանալի, երբ մարդ դժվար է եւ շատ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծող ինքն է եղել։ Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նաև զուգահեռներ է տանում բարեփոխումների եւ խորհրդային միության սահմանադրության միջև, շեշտելով հրապարակված նախագիծը գերազանցեց իր վատագույն սպասումները։ Պաշտոնաթող նախագահն ընդգծում է, սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն կոմունիստական կուսակցության ղեկավարող եւ ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը, թե արդյունքում ինչ եղավ խորհրդային միության հետ հայտնի է բոլորին։ Երկրորդ նախագահը հավելում է, նախագիծն իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դեֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում։ Ծիծաղելի է Հայաստանում տեսնել միակուսակցական կառավարում, մանավանդ այն սահմանական բարեփոխումների շրջանակներում, որտեղ շեշտակիորեն ավելանում են ընդդիմության իրավունքները։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս կարծում է, միակուսակցական համակարգի հետ նոր սահմանադրության նախագիծը կապ չունի, հակառակը քաղաքական կուսակցություններին նաեւ ընդդիմությանը ավելի մեծ հնարավորություն եւ լրացուցիչ լծակներ են տրվում կարևոր որոշումներում դերակատարություն ունենալու համար, ինչը մշտապես եղել է ընդդիմադիրների պահանջը։ Մենք հիմնականում արել ենք ընդդիմադիր քաղաքական ուժերի գործը։ Այստեղ կարող է նաեւ ինչ-որ դա չի վերաբերում երկրորդ նախագահին, այն քաղաքական անհատ գործիչները կամ անհատ մարդիկ, որոնք որ ցանկանում են ցեղ շփոթել այս սահմանադրական բարեփոխումների վրա, պարզապես այդտեղից նախանձ եմ տեսնում, որ ինչու իրենք չկարողացան եւ կարողացավ անել հանրապետականը։ Որևէ մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանը չի հեռացել քաղաքականությունից, ինչ մնում է ավելի ակտիվ քաղաքականություն վերադառնալու, սրանից լայն հնարավորություն որևէ մեկ անգամ չի ընձեռվել։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր չի բացառել, որ այդ հնարավորությունից Քոչարյանը կարող է օգտվել արդեն 2017 թվականին կայանալիք ընտրություններում։ Նա տրամաբանությունից դուրս է համարել հնչող կարծիքները, թե երկրորդ նախագահը սահմանադրական փոփոխություններին դեմ է միայն այն պատճառով, որ խորհրդարանական համակարգը գործնականում զրկում է նրան քաղաքականություն վերադառնալու եւ երկրի ղեկավարի դիրքը վերստին ստանձնելու հնարավորությունից։ Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք ցանկանա իշխանության գալ, կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն եւ ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը, այսօր ընդգծել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։